Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Գիտեք, մենք ամեն երկուշաբթի ենք հանդիպում պարոն Նահապետյանի հետ, ուղղակի այս շաբաթ այսպես ստացվեց, հանդիպում ենք այսօր։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես։ Հայաստանի նկատմամբ անվտանգային ու ռազմական սպառնալիքները շատ ցածր են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։ Այս տխմարության գագաթնակետը լսեք եւ ինչ ասում։ Մի քանի ամիսների համեմատությամբ կարող ենք ասել, որ դրանք շատ ցածր են, բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ։ Իսկ դրանք չպետք է թերագնահատել, որովհետեւ ժողովրդավարությունը մեր շարժման տեմպն ու ռեժիմն է։ Անվտանգային հարցերի մասին հիմա կխոսի պարոն Նահապետյանը, բայց ինչ վերաբերում է ժողովրդավարության, ակնհայտ, որ բռնապետ Նիկոլը եւ իր բռնապետ աշխատակիցները ակնարկում են կամ հայտարարում են, որ բռնապետությունը շարունակվելու է։ Այս լոզունգի տակ, որ իբրև թե կա ժողովրդավարություն, մեզ արդեն այսպես անոնսում են, որ նոր ձերբակալություններ կլինեն, նոր քրեական գործեր կլինեն եւ, չգիտեմ, ավելի դաժան եւ սարսափելի բաներ կլինեն։ Խոսքը սրա մասին է, դե պարզ է, ինչքան գնան ընտրությունները, այդքան դա կլինի։ Իդեպ, սա էլ ասեմ եւ արդեն խոսքը փոխանցեմ ձեզ։ Երեք Միքայել Սրբազանի դատավարությանը ես էլ էի այնտեղ եւ մի հետաքրիր բան արեց մեջբերում փաստորեն բռնապետության կարևոր ցուցիչներից մեկը այն է, երբ որ իրենք սկսում են արդեն վայրագ ձևով հարձակվել եկեղեցու վրա, բոլոր բռնապետները փաստորեն ինչ որ մի կետից սկսում են հարձակվել եկեղեցու վրա, դա ցուցիչ է, որ գործ ունենք բռնապետերի հետ։ Փաստորեն Հայաստանում այսօր երկու սրբազան ձերբակալված են, այլ հոգևորականներ եւս ձերբակալված էին։ Անպայման, ես դա ասում ասել, կոնկրետ հարված հարցակում, թիրախում հայ առաքելական եկեղեցին է, վեհապարտերն է, ամենայն հայոց կաթողիկոսն է, այսինքն կարող ենք շնորհավորել, այսպես ասած, իրենց բանը արևմտյան ծիծաղելի հմայքով, ինչպես 90-ականներին եկան եւ գայթակղեցին Գորբաչովին եւ սովետական միության ժողովրդին, թե այ դուք կբացեք դեմոկրատիայի դռները եւ դուք կապրեք այլևս մեր ծիծաղի այս խափոսիկ եւ հետո մարդակեր եւ պատերազմաբեր ծիծաղի ներքո կվայելեք հրեշավոր իրականություններ, ինչ որ տեղի ունեցավ փլուզված սովետական միություն, դրանից հետո չգիտեմ 20 քանի տեղ միայն պատերազմի օջախներ ծագեցին, հիմա սա իգիտություն, որ իսկապես մենք ապրում ենք բռնապետական ժամանակահատվածում, ազատություն, լիբերալություն, խոսքի ազատություն, ճղղրտացող քեզ պատառոտող Նիկոլ, մարմնիդ մասերը 1000 կտոր է իրանում քո արևին խմբագիր եղած ժամանակ, չգիտեմ, կամ այն մարտի 1-ին ինչ էի ճղղրտում, փաստորեն քո բանը սահմանը այն էր, որ դու Հայաստանում բռնապետություն հաստատեիր եւ վայրի գազանի նման հարձակվեիր հայ առաքելական եկեղեցու վրա, բայց մեծ հաշվով հայ ժողովրդի վրա ջնջելով Արարատը, Մաշտոցին, մեր սրբություններն ու ընդհանրապես հայկականությունը այս տարածաշրջանից։ Խնդրեմ, գանք Քրիստինեի հայտարարություն։ Նախ արձանագրենք, որ Հայաստանում հաստատվել է խունտա։ Իրեն, որ իրանց անունը չեն տալիս, մեր ցանկացած հետագա խունվեբիներն են էլի Չինաստանի։ Կոնկրետ այստեղ խունտա է։ Այսինքն տոտալիտար ռեժիմ, որը միջազգային քաղաքագիտական տերմինաբանությամբ կոչվում է խունտա, որը ունի արտաքին կառավարում։ Նիկոլը այդ արտաքին կառավարման ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ավելի խիստ Նիկոլը թուրք ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարության ղեկավարն է։ Իրեն տանք իրենց անունները։ Հիմա գանք սույն օրիորդին։ Ինչ է ասում այս պահին եւ իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են, բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ։ Հիմա այստեղ երկու շեշտադրում կա։ Ուրեմն նախ արտաքին հետախուզության տնօրենի պարտականությունը կատարող սույն օրիորդը, որը բացարձակապես այդ ոլորտի հետ որևիցե կապ չունի, ոչ կրթական, ոչ աշխատանքային, ոչ էլ ցույց տված արդյունքներով, հա, բերել դրել են, որ նման հիմարություններ հրապարակավ դուրս տա։ Այսինքն Նիկոլի կառավարությունը հիմարություններ դուրս տվող դիլետանտ մարդկանց կառավարությունն է։ Եվ ոնց կարող է գնահատել սույն օրիորդը ռազմական սպառնալիքներ, ընդ որում դա համալիր է։ Ընդ որում ռազմական սպառնալիքների վերաբերում միայն արտաքին հետախուզություն չի տալիս տեղեկանք։ Ինչևէ, ինքը իր վրա նման պատասխանություն վերցնում, հա։ Ես ուղղակի մեզ լսողներին հիշեցնեմ, որ ազգային ժողովում իրավամբ կարգավիճակով եւ ազդեցությամբ
կշիռ ունեցողը իշխող խմբակցության ղեկավարն է։ Ազգային ժողովի նախագահից հետո իրավամբ ոչ թե տեղակալներն են, ստատուսով տեղակալներն են, բայց կշիռով, որտեղ խմբակցությունն է որոշումներ կայացնում, իսկ խմբակցություն որոշումներ կայացնելու թիմը պատասխանատու խմբակցության ղեկավարն է։ Եվ այսպես 2020 թ. հուլիս 27 այն ժամանակ ազգային ժողովի խմբակցության նախագահը ոչ անհայտ մշակույթը իր մեջ տոգորված Լիլիթ Մակունցն էր։ Ինչ էր ասում Մակունցը 44-օրյան սկսելուց 2 ամիս առաջ, նույն օրը, հուլիս 27-ին։ Մեջ բերման սկիզբ Թուրքիան չի միանա Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում, Մակունց։ Հիշում ենք։ Ահա։ Եվ ինչ եղավ հետո։ Հաշվի առնելով, որ ինքը անկախ նրանից ինչ սեռի է, ես ընդհանրապես հիշեմ նման մտքեր արտահայտող սա վերաբերում է եւ Քրիստինե Գրիգորյանին եւ Լիլիթ Մակունցին։ Շատ լավ էր ասում, հայոց ազգի խրող ծավակ, անասում։ Երկիրը 5 րոպե պակաս տարածաշրջանը պայթում է, բոլոր պետությունները զինվում են 24 ժամվա ռեժիմով։ Պատերազմից 2 ամիս առաջ Լիլիթ Մակունցը ասում է մի բան, տրամագծային հակառակ։ Այսօր արտաքին հետախուզության տնօրենը ասում է մի բան, շուտով կտեսնենք լրիվ հակառակը։ Այսինքն սա ինչի համար են ասում։ Սա մարդկանց զգոնությունը բթացնելու համար է, ուղղակիորեն, որ մարդիկ այստեղ հաց, այստեղ կաց, առևտուր, հաճույքներ եւ այլն։ Ու մեկ էլ Թուրքի յաթաղանն է հայտնվում։ Դուք պատկերացնում եք խոճապը։ Մարդ հոգեբանորեն պատրաստ չի պատերազմին։ Իդեպ նրանք, ովքեր որ պատրաստ են լինում պատերազմին, նույնիսկ եթե զենքի պակաս ունեն, միշտ էլ կգտնվեն թշնամուց թշնամին իմ բարեկամնա սկզբունքով պետությունները, որոնք քեզ զենքով կօգնեն։ Իրենց թշնամիների դեմ կռվելու համար, քեզ որպես դաշնակից, բայց եթե մարդը հոգեբանորեն պատրաստ է։ Իսկ նման հայտարարությունները ուղղակիորեն, ես ասում եմ, այս ուղղակի գիտեք ոնց, քանի որ այս 7 տարվա ընթացքում նման հայտարարությունները ի պաշտոնը որ արել են, որևիցե պատասխանատվություն չեն կրել, սրանց մոտ նաև ամենաթողության զգացողությունը, ասինք անցավ էլի։ Հիմա Մակունց ասում է, ասեցի անցավ էլի։ Այն գնացի դեսպան աշխատեցի, հիմա էլ գլխավոր խորհրդական։ Սրանք մինչև վերջին օրը իրանց ապրելու, եթե ողջ մնացին, եթե հանգամանքների բերումով ողջ մնացին, իրենք վստահաբար անցկացնելու են բանտում, ընդ որում շատ երկար, որտեղ այս կարգի պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կառավարվող կառույցների ղեկավարների նման հայտարարությունը իրապես ծանր հետևանքներ առաջացնում։ Իսկ այդ ծանր հետևանքները, եթե հոդվածով ասենք, դա կոչվում է պետական դավաճանություն։ Ոչ ավել եւ ոչ պակաս։ Այս մտածում են այսպես կպլստանք Ամերիկայում տուն առել ենք, մի հատ boyfriend ճարել ենք, վիզան ունենք, կամ արդեն քաղաքացիությունը, հա, ու կթռնենք կգնանք։ Հիմա ինչ վերաբերվում է այս ռազմական սպառնալիքներին։ Իդեպ այս տրամաբանության մեջ մտնում է նաև, հա, իդեպ երկրորդ շեշտադրումը Քրիստինե Գրիգորյանի, որը Հայաստանում ժամանակին փորձում էր այլասերվածների եւ պղծվածների իրավունքները ամրագրող Ստամբուլյան կոնվենցիան լոբինգ անել։ Իդեպ ասեմ ձեզ, հետաքրքիր փաստ է, էլի։ Այդպես ոչ մեկը իրենցից պատահական չի, որ այսօր հանգամանքների բերումով հայտարարել է այդտեղ եւ ինչ որ պաշտոնների անստաց։ Հա, սա հանգամանքների բերումով այդ գրասենյակում էր աշխատում եւ այն ժամանակի պատիվ Արման Թաթույանին, որին սխալ տեղեկանք էր սույն օրիորդը ուրեմն ներկայացրել, ուզում էին դրական եզրակացություն տալ։ Իմ ու Արման Թաթույանի բական երկարազրույցից հետո, երբ որ ինքը սկզբունքորեն իր կառույցի կողմից տված տեղեկանքին առանձնապես ծանոթ չէր, ես ասացի, ով այդ տեղեկանքը ձեզ տվել, ասաց Քրիստինեն։ Կանչեց։ Ես ուղղակի այսպես նայեցի, ասի, դուք լեսբի եք, ինքը տես մի անգամից հանկարծակ եկա։ Քրիստինեին։ Հա, ասաց, ինչու եք այդպես ասում։ Ասի, որովհետև կարող եք հիմնավորել Ստամբուլյան կոնվենցիան, որը ակնհայտ է միասեռականների իրավունքները կամ իրենց լեզվով ասած նույնասեռականների իրավունքները պաշտպանող ուրեմն կոնվենցիա է, ասեց, չէ, ասի ուրեմն գումար եք ստացել, որ դրական եզրակացություն տա։ Ինչև արմատ։ Ու չվիրավորվեց, դες չվիրավորվեց, ոչ։ Պրոբլեմն է, ինձ համար վիրավորանքել, որ այդ կոնվենցիան անցկացնեին։ Մի պտալս էլ դրական եզրակացություն, հետո ի պատիվ Արման Թաթույան լրիվ այլ տեղեկանք տրվեց, այլ հայտարարություն արվեց, ուզում ասեմ, սրանց գործը այս այլասերվածների, պղծվածների իրավունքների պաշտպանություն, մեկ
նույն հարբեցող ծաղրացուն 18 թվականին ազգային ժողովի ամբիոնից մի բանի միասեռականի թե տրանսգենդերի իրավունք է փորձում պաշտպանել։ Իհարկե, պաշտպանեց, Մելի մասին ֆիլմեր նկարում, տեցել, անդադ գրում ենք չկա, ոչ այդ ֆիլմը կա, ոչ դա կա։ Ես ուզում ասել, մեզ լսողներին, հարգելի ժողովուրդ, դուք պատկերացնում եք ով է տեղեկանքներ տալիս։ Ափսոս իքական սեռը, հարական սեռները ավելի խիստ բնութագրել էլի սույն օրիորդին։ Հիմա ինչև է, գանք մեր իրականության։ Գանք մեր իրականությանը, մեր իրականության մեջ, օրինակ, Փաշինյան Նիկոլը ես կարդամ ինչեր է հայտարարել։ Այո։ Ինչ է տեղի ունեցել եւ բառացի մեջ վերում նրան է։ Բերեք։ Միկրոֆոն ինչ որ։ Մենք Հայաստանում ընդհանրապես ունենք մասնագիտական կադրերի խնդիր, որը բոլոր տեղերում եւ սա արձանագրելու համար պետք է ոչ թե հազարավոր մարդկանց հետ հարցազրույց անենք, այլ ելնենք այն փաստից, որ մեր հանրակրթության համակարգը ըստ էության իրենից ներկայացնում է ավերակներ, ասել է Փաշինյանը։ Հայաստանում պատշաճ կրթություն ապավելու համար պիտանի դպրոցի մատների եւ այլ մատների վրա կարող ենք հաշվել, սա պարզ է։ Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն, ասել է Նիկոլը։ Բանակը նույնիսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գործիքը պետք է լինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Ինչու եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք հետևողականորեն իրականացնում ենք լեգիտիմության վրա հիմնված անվտանգության ռազմավարությունը, այս ռազմավարությունն է, որ հնարավորություն է դարձնելու խաղաղությունը եւ մյուսը ՀԱԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան ՀՀ-ն եւ ՀԱՊ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլը։ Բիսեդկի խոսակցություն։ Այ բիսեդկում որ հավաքվում են, պիվա են խմում, նարդի են խաղում, մեկ է կապչոնի ձուկ են ուտում։ Հիմա նախ միտքս ես ավարտեմ Քրիստինեի պահով, ինքը երկրորդ շեշտադրումը, վտանգավոր շեշտադրումը։ Ուզում ասի, որ մեծ հաշվով ենթատեքստով մենք Թուրքիայից Ադրբեջանից վտանգ չունենք։ Իրականում մենք գնահատում ենք, չէ, եւ մեր մասնագիտական, փորձագիտական շրջանակները եւ քաղաքական ուժերը, որ ռեալ վտանգը գալիս է երկու պետությունից։ Իդեպ, որոնց հետ մենք առ այսօր պատերազմի մեջ ենք։ Չհայտարարված երկու պետության հետ։ Հիմնավորում եմ, առ այսօր Փաշինյանը փորձում է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագիր ստորագրում են մի պետության հետ, որ այդ պատերազմի մեջ է, իհարկե չհայտարարված։ Եվ երկրորդ 1993 թվականից առ այսօր մենք Թուրքիայի հետ գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ, որտեղ 93 թվականին Թուրքիան Հայաստան նկատմամբ իրականացրեց պատերազմի մեջ գտնվող պետության քայլ, այն է տնտեսական շրջափակում։ Հիմա ինչ օրը շարունակվում է եւ առ այսօր շարունակվում է։ Եվ այսպես, երբ որ ասում է արտաքին սպառնալիքները շատ ցածր են, սա նշանակում է, որ Թուրքիայից Ադրբեջանից մենք խնդրեմ չունենք։ Փոխային ումից ունենք։ Դուք ճիշտ նկատեցիք, որ ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքներ կան։ Ժողովրդավարություն նշանակում է ներսում խունտան տապալելու մարդկանց մոտ անհակ ցանկություն կա։ Սա խունտա է։ Եվ խունտայի պարագլուխ Փաշինյան Նիկոլին ուղղակի սա անել դեպի պատմության աղբանոց։ Եվ երկրորդ, այս Քրիստինե Գրիգորյանի այս մտքի մեջ կա երկրորդ թիրախը, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիշեք, Ալեն Սիմոնյան, Փաշինյան Նիկոլ, կարկառուն դեգեներատների խմբեր ունեն, չէ՞, սրանք պաշտոններ զբաղեցնող։ Այս կենթանակերպ մարդիկ ինչ էին ասում են Ռուսաստանը Հայաստանում ուզում է հեղաշրջում հիբրիդային բան է, հիբրիդային պատերազմ է իրականացնում եւ ուզում է հեղաշրջում։ Նախ Ռուսաստանը ընդհանրապես հեղաշրջումներ չի անում։ Ռուսաստանը եթե իր դեմ ապօրինի քայլեր են անում եւ զինված տանկերով սիրով մտնում է եւ զորահանդես անում։ Այդպես 1812 թվականին Նապոլեոնը փորձեց, հետո ռուսական հեծելազորը մտավ Փարիզ։ 41-45-ին Հիտլերը փորձեց, հետո ռուսական տանկերը մտան Բերլին եւ մեր պապերը Ռայխստագի ավերակների փլատակների մոտ քոչարի ապարեցին։ Ռուսները այդպես են։ Եթե ռուսները փորձեին Հայաստանում հեղաշրջում անել իրենց պոտենցիալով, այս բոլոր խունտայի մասնակիցները, ես չգիտեմ, սրանք որտեղ կհայտնվեին, կամ ընդհանրապես կհայտնվեին, թե չէ։ Ընդհանրապես գոյություն չէին ունենա։
բայց այստեղ շատ վտանգավոր է, որտեղ այստեղ թիրախը սպառնալիքների ավելացումը Քրիստինե Գրիգորյանի կանտորան, որ ինքը ղեկավարում է։ Ինձ հետաքրքիր է, դրա տեղակալներից մի քանիսը մասնագետ են։ Օրինակ էսի հիմար որ խոսում է, այս մասնագետ տեղակալները ինչ են ասում։ Հա? Չհետաքրքիր է, էլի, այսինքն հիմար ղեկավար ունենալ, տխմար բաներ դուրս տալու համար։ Վերադասի հիմարությունները տեղակալները սկսում են, թեև տեղակալներից մեկը իրանց թիմից նախկին հաշվապահ է։ Երևի այսպես էլ Բոշյան Ազգանով, եթե չեմ սխալվում։ Լավ, ինչևէ։ Հիմա գանք ձեր ասածը բանակի հետ կապված, Հայաստանի գտնվա պատերազմի մեջ, Հայաստանի անվտանգության դոկտրինի մեջ որպես երկրորդ կետ։ Ուրեմն ռազմական սպառնալիքների զսպումն է եւ չեզոքացումը։ Դա այն ժամանակ, երբ որ նկատեցիք ոչ մի խոսք Արցախի մասին։ Ոչ մի խոսք։ Դե չկա Արցախ գոյություն։ Ոչ մի խոսք Հայաստանի զավթված տարածքների մասին, որտեղ Ալիևը ընդեղից ասել է կմոռանաք, էլ վերադարձի մասին խոսք չկա։ Օրինակ ես հիշեցնեմ նույն Փաշինյան Նիկոլը, սա գիտեք ինչ տիպաժի մարդ է, որը Ժանիկա ցույց տալիս ցանկացածին, իհարկե adekvat հաշվի չառնելով դիմացինի ուժը, բլեֆ է մտնում, բայց որ պահին մի հատ բամփում են, մի հատ ապտակում են, մի հատ էլ թքում են վրեն, եթե ուրիշ բան չեն անում։ Այդ ժամանակ ինքը սկսում է այդ բամփողին, թքողին ոտքերը լիզել, կոշիկները լիզել, ասել շեֆ ջան, ոնց ասես, չեմ հիշեցնում։ Հիշեցնում եմ 2020 թիվ հունիս ամիս Իջևանի հայտնի դեպքերը երկու մարտական հենակետ հայկական կողմը վերցրեց։ Մեկը ընդ որում ազնկազմել չկար։ Նիկոլին ինչ արեց, Նիկոլին թվաց, ես միտեղ ասել եմ եւ կրկնում եմ, Նիկոլին թվաց, որ 20 թվականի հունիսին Իջևանի տարածքում 1-2 օր տևած ռազմական բախումը Կուրսկի ճակատամարտն է։ Ինքն էլ է ճակատամարտի հերոսն է։ Ամենակիչը։ Հələ Ստալինգրադ չեմ ասում, բայց ենթագիտակցորը մտածում էր, որ ինքը կարող է Ժուկովի փոշիներ վերեն դրել։ Սկսում էր աչուձախ մարտական խաչեր հերոսի կոչում։ Սա Նիկոլն է։ Ես խնդրում եմ, մի ասեք, որ իրան թվում էր, ին միջև հիմա էլ է իրան թվում։ Հələ հայտարարություններ են լսեք, անցենք առաջ։ Ինչևէ, ինչի համար եմ սա ասում։ Սա այն Նիկոլն էր, որ ասում էր մենք տարածաշրջան նույն 20 թվականին, մինչև 44 օրյան նախկիներից ժառանգել ենք տարածաշրջանում ամենահզոր բանակը ու կենացել գնում։ Դա ասում էր տղեկ լից։ Հիմա պարզում է, որ սա ընդհանրապես այդ թեմայով դի չխոսա եւ մեր երկրի անվտանգության ռազմավարության դոկտրինի մեջ երկրորդ կետը ռազմական սպառնալիքների զսպում նորից եմ ասում եւ չեզոքացում, բայց այն ժամանակ, երբ որ երկրի հետ պատերազմի մեջ չի, երբ որ երկրի հետ պատերազմի մեջ է, մենք երկու պետության հետ պատերազմի մեջ ենք չհայտարարված, այդ երկրորդ կետը դառնում է առաջնային։ Այսինքն ռազմական հակառակորդի ռազմական ագրեսիան զսպելը չեզոքացնել դառնում է թիվ 1 խնդիրը։ Իսկ դրա թիվ 1 գործիքով է Նիկոլը ասում է բանակը, գլուխը պատողն է տալիս։ Սույն հերթական անգամ անգրագետ է, բանակը չի, զինված ուժերն են։ Սրա համար բանակ ու զինված ուժեր նույնն են։ Զինված ուժերի մեջ բանակը եւս կարևորագույն դերակատարություն ունի, որտեղ կան նաեւ այլ պետական կառույցներ, որոնց ստորաբաժանումները կատարում են հակառակորդի հարձակումը զսպելու, կանխարգելելու նույն գործառույթը ինչ որ բանակ, այդ Նիկոլը չգիտի։ Եվ հետեւաբար, երբ որ սա ասում է, որ բանակը վերջին գործիքն է, իդեպ, գիտեք ինչի համար ասում։ Այսինքն ինքը կարող է ներառալ նաեւ վիբրատորով սեռական հաճույք ստացող անձանց իրավունքների պաշտպանությունը դասակարգի, որ Հայաստանի Հանրապետության անվտանգային կարևոր բաղադրիչ, դրանց իրավունքների պաշտպանության համար եւ քարոզչության համար բյուջեից հսկական գումարներ հատկացնի, նոր հետո հաջորդ քայլով մտածի, իսկ բանակի ֆինանսավորումը ինչպես ապահովենք։ Օրինակ, կամ տրանսգենդերների իրավունքը, այս մարդիկ ամեն ինչ մտցնելու են, բանակը ամենավերջում, ընդհանրապես բանակ պետք չի։ Վստահաբար եմ ասում, մարդ, որը իր կուսակցությունից, իր ամենամոտ մարդկանցից մեկը առանց իր գիտության նման բան չէր լինի։ Հայկ Սարգսյան իրավական ակտ է մտցնում, որտեղ պատերազմող երկրում բանակից ժամկետային զինծառայող կարող է գումարով ազատվել։ Դա շիշ բռնողն է։ Սա վստահաբար Նիկոլը իմացել է։ Համարյա։ Վստահաբար սա իմացել է։
Այդ են բանը փողը ցպնում։ Ուրեմն սա ինչի համար է արվում։ Սա իրականում բանակը լուծարելու համար է անում։ Ոնց կարող է, օրինակ պատերազմող երկրում նման առաջարկանողին ուղակի ռազմական տրիբունալը դատավճիռը կանգնացնում էր, բանը կայացնում էր, պատի տակ ուղակի գնդակահարում էր։ Ոչ ավել ու ոչ պակաս։ Բանակի կազմալուծմանն ուղված կոնկրետ քայլ առաջարկ անելու համար։ Հետո տեսան, որ սա չանցավ, իսկապես չանցավ, որտեղ դիմադրությունը շատ մեծ էր եւ քարոզչական դաշտում իրենք ստեղ պարտվեցին։ Հիմա բանակում ծառայությունը ժամկետային զինծառայողները 6 ամսով կրճատում են։ Ձեզ հավատացած ասեմ, եթե այս տեմպերով սրա դեմ դիմադրություն չլինի, ուրեմն հերթական թե արտահերթ ընտրությունների շեմիստան գիտես ինչ են ասելու։ Բանակ պետք չի ծառայել։ Չէ, ասել են ժամկետային զինծառայողներ այլ զորակոց չի լինելու ժողովուրդ ջան։ Պայմանագրայիններն են գնալու։ Հիմա պայմանագրայինների մասին ես մի երկու գնահատական եմ ուզում տալ։ Երբ ծնվեց պայմանագրային ծառայությունը 90-ականների վերջին առաջին ստորաբաժանումները ստեղծվել այն կորպուսում, որտեղ ես կորպուսի փոխհրամանատար էի։ Ինչու ստեղծվեց պայմանագրային ծառայություն։ Որտեղ ժամկետային զինծառայողների թվականակը չէր բավականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկակով ազդակազմի կողմից մարտական խնդիր կատարելու։ Ինչպես ընտրվեց պայմանագրայինները, դրանք հիմնականում սահմանամերձ բնակավայրի այն բնակիչներն են, որոնք ունեին մարտական գործողությունների փորձ եւ զինվորական մասնագիտություն։ Առաջին ստորաբաժանումները դասակ, վաշտ, հետո գումարտակներ ստեղծել են երրորդ բանակային կորպուսում։ Դրա համար է ստեղծվել։ Մեկ երկրորդ այդ անձանց մոտիվացիան շատ բարձր է, որտեղ իրենք ոչ միայն 15-րդ ծառայելով սահմանում իրենց հայրենիքն են պահում, այլև թիկունքում իրենց տունը։ Այսինքն շատ բարձր մոտիվացիա կար։ Ուրեմն պայմանագրային ծառայությունը ունի նաև այլ մոտիվացիա, նյութական։ Օրինակ, մարդը գնում է պայմանագրային ծառայության, որտեղ կա սոցիալական փաթեթ, իր եւ իր ընտանիքների համար այն է բարձր աշխատավարձ, թեև նախկինում պիտի լիներ դրամական բավարարում, հետո իր համար արտոնություններ, առողջապահական ընտանիքի անդամների համար կրթական եւ բնակարանային։ Դուք մեկ անգամ լսել եք սոցիալական փաթեթի մասին պայմանագրային զինծառայողներ չկա։ Բայց մարդը ինչու պիտի գնա պայմանագրային ծառայության, առավել է սահմանում կանգնած պայմանագրային զինծառայողը նույն կոչումով, նույն հաստիկով եւ Երևանի փողոցներում առանցից իրիկուն քարշ գալացող ոստիկանները 2-3 անգամ գումար ավելի շատ են ստանում, քան սահմանում կանգնած մարդը, որտեղ կյանք է վտանգում։ Բնականաբար վաղը չեմիսորը պայմանագրային ծառայության մարդիկ չեն գնալու, Նիկոլ ինչ ասելու։ Ժողովուրդ ջան, հիմա ես եմ մեղավոր։ Ես ուզեցա պայմանագրային բանակ, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, որ այդպիսի բան չկա, բոլոր բանակները 3 տեսակ ստեղծող, 3-ն է պրոֆեսիոնալ են, հիմարություններ են դուրս տալիս։ Եվ հետո տեսեք, դուք չեք ուզում հայնիկը պաշտպանել, եթե չեք ուզում Ադրբեջանը ինչ պարտադրելու է, նա էլ ընդունելու են։ Բա ինչ թողենք Երևան գան։ Նիկոլն էլ վերջում ասելու էր, քո հարազատների կույս աղջիկները, որոնք գործի ամուսնանան, ամուսնության առաջին իրավունքը գիշերը տվեք մեզ։ Իդեպ սա ընդունված է թուրքական աշխարհում։ Ավելին ասեմ, բրիտանական աշխարհում ընդունված եղել։ Բրիտանիան երբ որ ժամանակին իռլանդացիների նման պայմաններ դե Իռլանդիայում մեծ ապստամբություն եղավ, հայտնի ֆիլմեր կան դրա վերաբերյալ, բայց դա պատմական հիմք ունի։ Նույն մոնղոլ թաթարները, երբ որ Ռուսաստանի շատ տարածքները նվաճել էին, իրենց սեռական հաճույքները ստանալու համար ռուս կանանցից արգելել են ներքնաշուլ հագնել, որ ժամանակ չկորցնեն, ձիուճիշտեն հարաբերություն ունենան ու գնան։ Որ կինը ներքնաշուլ ուներ, այդ կանանց սպանում էին օրենքով։ Հիմա թուրքերն էլ սրանց են ասելու, ոչ մի տարբերություն։ Բանակ չունես, օրինակ ինձ հետաքրքիր է, եթե դու բանակ չունես, թուրքերը գալիս մտնում են քո երկիրը պատրվակով ու լավ են անում ու ճիշտ են անում։ Եվ այտենց է գտնում են, որ ճիշտ է։ Ինձ հետաքրքիր է, քաղ պայմանագրի կարկառու ներկայացուցիչներն են դիմադրելու այդ ագրեսիային։ Օրինակ պատկերացնում եք, Օթուժինգ փոխարինի Արադ Միրզոյանը իր ուռողների բանակով, սենց ուռում են, բարձրանում են երկին, վերևից սկսում են ռմբակոծել, հրթիռակոծել հակառակորդի, ուրեմն բանը, բոլոր կայանքները։ Հետևակի դեմ, իդեպ պայքարում է առաջնորդության Պալեն Սիմոնյանը։ Իր նման պղծվածների բոլորի ձեռը վիբրատորներն է գնում են ավտոմատների դեմ կռիվ տալու։ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ սկսում է կոչ անել Ալևին, որ դու շատ սխալ ես, որ դա սա քո վերջն է, հեսա Տրամփ ձաձանակաշները ձգելա զորքեր շտապ հետ քաշի։ Ալևն էլ վախեց, տակը միզում է, պամպերսի մեջ զորքերով փախնում է։ Այսինքն էլ մենք հաղթանակ ենք տանելու։ Մենք ծիծաղում ենք, բայց տարածաշրջանը մեծ պայթյունի մեջ է։ Օրերս 3 օր առաջ Կասպից ծովում մի ծով իդեպ ասեմ ձեզ, որտեղ ՆԱՏՕ-ն գոյություն չունի։
Հիմա հետաքրքիր փաստեր ենք։ Կասպից ծովի առափնյա պետությունները թվարկում են Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան, Թուրքմենիա եւ Ադրբեջան։ Հիմա հարց. Կասպից ծովում ռուսական նավերը 15 նավ զինված նորագույն ժամանակակից զինատեսակներով, այդ թվում նաեւ կալիբր տիպի հրթիռներով։ Ընդ որում այդ նույն Կասպից ծովից ռուսական նավերի ժամանակին կալիբրները հարվածում են Սիրիայում ահաբեկիչներին, դուք հեռավորությունը պատկերացրեք։ Հիմա հարց եմ տալիս, այդ 15 նավը Կասպից ծովում մարտական հրաձգությամբ ինչ զորավարություն է անցկացնում եւ ում դեմ։ Ով այդ թիրախը։ Իրանը վստահաբար ոչ, Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկեր երկրներ ունեն միմյանց միջև կնքված պայմանագիր համապարփակ ռազմավարական գործընկերության։ Ճիշտ է, ճիշտ է։ Ղազախստանն է Ռուսաստանի թշնամի ոչ։ Թուրքմենստանն է ոչ։ Ո՞վ է։ Բարձում է Ադրբեջանն է։ Այսինքն Ադրբեջանը դուք պատկերացրեք հիմա ատամա կրճտացնում մի կողմից Ռուսաստանի վրա, որտեվ տասնյակ հազարներով բերել են լցեն այդ երկիր։ Հայաստանում այսպես կոչված Զանգեզուր միջանցքում։ Սրա մասին տարիներ խոսում եմ ես։ Վաղ ջմիսօրը այդ միջանցքը առաջին հերթին եւ հիմնականում աշխատելու է որպես զին անձնակազմի եւ տեխնիկայի տեղափոխման տարածք առանց Հայաստանի պատկան կառույցների հսկողությամբ։ Եվ այդ զորքը, որ գալիս է Ադրբեջան, դուք պատկացեք, Ալիևին հիմա դրթել են, բրթել են, դա էական չի։ Ալիևը համաձայնություն տվել է Ռուսաստանի եւ Իրանի դեմ ատոմ կրճտացնելու։ Բայց ձեռի հետ Հայաստան չի մտնի։ Ինչ հետաքրքիր էլի, ռուսների դեմ պատերազմ անող, Իրանի դեմ պատերազմ անող պետությունը, որը Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին ճանաչում է իր պատմական հայրենիք, չի մտնի ստեղ։ Նորից եմ ասում, Ալեն Սիմոնյանը, Արադ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը դիմագրավելու են Ադրբեջանի ագրեսիային։ Հենց այսպես։ Այդ գործիքներով։ Հա, այդ գործիքները, որ ես ասի։ Մեկը մարիխուանան է, մյուսը վիբրատորը, երրորդը դատարկախոսությունը, միկրոֆոնը։ Բայց խոսելուց եւ կռվելուց առաջ իրանք մտնելու են Բաղնիկ եւ Վարշավի մոտ, հետո նոր գնան թուրքերի մոտ, որտեղ փնթի վիճակով իրանք չեն ընդունում։ Հիմա այս իրականության մեջ Քրիստինե Գրիգորյան ասում է, սպառնալիքները դե շատ ցածր իջեցել են։ Դա ակնհայտ է, չէ՞ ինչի համար է։ Եթե սանը գումարենք մարդկանց վտանգի զգացողությունը բթացնելու, ընդհանրապես որ մենք կռվի մեջ չենք։ Ինչ թվում է մեկ-մեկ, սրանք մտածում են, որ հայ ժողովուրդը 2.5 միլիոն մարդ ուռած վիճակում է։ Ուրեմն Հրազդանում ամսի 13-ին սեպտեմբեր իրականացնում են պետական մակարդակով ֆեստիվալ կոչվածը Հարութ Փամբուչյան լավ երգիչ է, չէ՞։ Բայց իրաց ուռող ընկերներից է, չէ, նրանք հիմա չեն ուռում, նրանք դեղի վրա են։ Կամ էլ բան են, կոկայն են օգտագործում, էլիտար թմրամոլները կոկայն են օգտագործում։ Բերել են համերգի 224 հայ Հայաստանի քաղաքացի զոհվեցին, որոնցից 6-ը կին, որոնք գլխատվեցին ամենաայլանդակ ձևով, տեսան մեկ տեսել ենք 500-ից ավել վիրավորներ, 20 գերի, որից 17-ին հետ տվեցին, 3-ին պահեցին, 3 սպա պահել են։ Եվ այս ֆոնի վրա անում են Հրազդան քաղաքում քեֆ ուրախություն։ Ոնց է սա նայում։ Այդ նույնա ոնց մի տան մեջ դիակա դրած ծնողի մի զավակը մյուս սենյակում այդ նույն ծնողը իր մյուս զավակի հարսանիքն անում կամ ծնունդը։ Իհարկե ծնողին ասեն դու գիժ ես։ Սենց բան չի կարելի, բայց Փաշյան Նիկոլի համար ամեն ինչ կարելի է։ Եվ հետեւաբար ես հիմա այս առումով ուզում եմ հաջորդ մեջբերումը անել նույն Ալեն Սիմոնյանի։ Այս նախկին պորնոաստղը ինչ է ասում։ 30 տարի բանակցեցին ու 30 տարվա ընթացքում ավելի շատ էր մարդ մահանում ամեն տարի, քան 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածում։ Այսինքն 224 հոգին, որ միայն 1.5 օրում են զոհվել, էսի հետ։ Հələ ես չեմ ասում, են 16 հոգի վարվողները, վթարներից զոհվածները, ինքնասպանություն գործածները, ինքնախեղում արածները, հակառակորդի դիպուկարի գնդակից զոհվածները, այս մարդիկ ստախոս են, պարզ ստախոս։ Հասկանում եք։ Եվ սա ասում է 2020-ից հետո ոչ մի բան չի եղել։ Ես հիշում եմ Փաշինյան Նիկոլ 2021-ի մարտի 16-ին ինչ էր երգում։ Մասնավորապես
բանի հետ կապված 44 օր էին զոհված տղերքի, փորձեմ բառացի հիշել։ Ասում է Ալիևը մեր տղերքը հանուն ինչի են զոհվել։ Ասում է մեր տղերքը զոհվել են հանուն նրա, որ Ալիևը ասի ուրեմն Ղարաբաղ, իսկ այդ տղերքը մեզ իրավունք ու հնարավորություն են տալիս, որ մենք ասենք Արցախ Ղարաբաղը կա, չէ հիմա կարդա, գտա։ Եվ ես ուզում եմ ասել, որ շատ կլինեն հարցեր, որ թե մեր տղերքը ինչի համար զոհվեցին։ Ժողովուրդ, ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին։ Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, երբ որ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարող ենք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Փաշինյան Նիկոլ 21 թիվ։ Եվ հիմա Փաշինյան Նիկոլը Արցախ բառը վախում ասի, դրոշը հանելա, Մասիսարը հանելա։ Եվ մեր ժողովուրդը հավատում է Նիկոլին։ Հիմա նորից եմ ասում, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այս մարդը երկիրը տանում է տոտալ նվիրման Ադրբեջանի Թուրքիային։ Մեր տարածաշրջանը պայթելու է շուտով։ Նորից եմ ինձ համար ցուցիչ է, եթե Իրանը զորավարություն աներ, ես կհասկանայի։ Բայց եթե Ռուսաստանը Կասպից ծովում է զորավարություն անում, սա նշանակում է, որ հավաքական արևմուտքը իդեմս Բրիտանիայի, ինչու՞ չէ նաև Միացյալ Նահանգների խնդիր ունի մտնել Կասպից ծով, զինական առումով, ինչպես մտնել, եւ ինչ խանգարող գործոններ կան մինչեւ մտնելը։ Առաջին խանգարող գործոնը 102 բազան Հայաստանում։ Այս սա կապիկությունների իմաստը վերջին հաշվով նաև 102 բազան հանելն է։ Հետո Հայաստանը փաթեթով տրվում է Ադրբեջանին, հետո սահմանից դուրս են գալիս ռուս սահմանապահները հայ-թուրքական, հետո Թուրքիան ասում է հարգելի Նիկոլ, հարգելի չի ասում, մտքի մեջ երևի ասում է սուկա, հիմա ուշադիր լսի, հայ-թուրքական սահման գոյություն չունի, էսի ռուս-թուրքական սահմանն է, որը կար սովետական միություն Թուրքիայի սահման որպես, հիմա հայ-թուրքական սահմանի համար անում ենք դելիմիտացիա, դեմարկացիա, ինչ պայմանագրով, 1920 թիվ դեկտեմբեր 2 Ալեքսանդրապոլի պայմանագիր, Թուրքիան սենց ասելու, բա ոնց 10,000 քառակուսի կիլոմետր, Ալիևը կողքից ճղելով ասելով շեֆ, այն 10,000-ը իմն է, 30-ը դու վերցի, 10-ը իմն է, ես պիտի լինեմ ստեղ, սելի ժողովուրդ էս է պատրաստում, ես այս ամեն ինչը սկզբունքորեն, ուրեմն խրախճանք ժանտախտի ժամանակ, ես ուրիշ բան չեմ ասում, նույն բանը ժամանակին ասում ենք Արցախում մեր քույրերին, եղբայրներին, Արցախի ղեկավարությանը, հա, ես այնքան եմ ասել, ես էլ եմ հոգնել, գնում էի Արցախ, նույնիսկ 44 օրից հետո, ասում էի ուժով եմ վերցնելու ժողովուրդ, կամ դուրս եկեք լրիվ, քանի միջանցքը կա, ռուսները կան, ինչ ունեք, մի քանի ամիս վերցեք, ինձից նեղանում էին, մարդիկ խիստ բառեր էին ասում, էսի մինչև շրջափակումը, 22 թիվ նոյեմբեր ամիսը, նոյեմբերի վերջին եմ դուրս եկել, 30-ին, դեկտեմբեր 2-ին առաջին շրջափակում եղավ, ասում եք կամ դուրս եկեք, կամ պատրաստվեք պատերազմի, ժողովուրդ, Ալիևը պատերազմ անելու, արեց շրջափակում, 10 ամիս շրջափակում աշխատացեց, հետո հարձակվեց, ժողովուրդն էլ հոգեբանորեն պատրաստ չէր, ինչու չկռվեցին, հրամկազմը, քաղաքական ղեկավարությունը ժողովուրդը հոգեբանորեն չկռվեցին, զոհվեցին, պահեցին, փառք ու հիշատակ այն տղաներին, ովքեր զոհվեցին, որ մյուսները կարողանան դյուրին կերպով դուրս գալ, բայց այդ կռիվը դուրս գալու կռիվ էր, պաշտպանվել, զոհվել փոքր մասը, որ մեծ մասը դուրս գա, նույնը ստեղ ալնելու, օրինակ ինձ հետաքրքիր է, ասենք այդ ժամանակ այդ փախուստի, կորուստի, խուճապի ժամանակ մեր ժողովուրդը ինչ է ասելու։ Իհարկե ձեռդ կասեն, այլա մեկը կարելի ասում էր, առավոտից իրիկուն ասում էր ժողովուրդ պատրաստվեք կռվի։ Ինձ մեկ ասում են, օրինակ Նահապետյան, ասում ես, որ երասխից կարող է տանկային ճեղքում լինի, այո, նորից եմ կրկնում։ Այն Ջերմուկից, Սիսյանից, Իշխանասարից, այդ բոլորը բլեֆ է։ Հիմնական հարվածային ուղղությունը երասխից է, տանկերով Երևան։ Ինձ ասում են, բա ինչ անենք, անգամ այդ դեպքում լուծում կա, ասում կա։ Չեմ ասում ինչ լուծում, ճանապարհին, բայց կա։ Նույնիսկ այս իշխանություններով, բայց ավելին ասեմ, այդ տանկային ճեղքումը, որ եկավ այստեղ, հետը թող մի քանի հազար հետևակ լինի, որոնք պիտի մտնեն բանկեր, մտնեն առանձնատներ, թալան, բռնաբարություն, մորթել, խրախճանք եւ այլն։ Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, զինվեք,
Զինվեք եւ շատ մի վարքան չէ, մարդը կարա, ես օրինական, մի վարքան Անժելա, օրինական կարող եք զինվել։ Գնեք շատ փամփուշտ։ Ամենայն լրջությամբ եմ ասում։ Պատկերացեք մի Երևանում օրինակ առնվազն 150-200 հազար մարդ ապրում։ Ընտանիք, բնակարան, այդքան։ Պատկերացեք 200,000 բնականից կրակոց։ Հայաստան մտնում է մի քանի հազար հետևակա մտնելու, ավել չէ, եթե ճեղքում եղավ։ Հո 100,000 չէ, մեր այդքան զորք չկա։ Մի քանի հազար դի մտնեն, որ այլանդակություն անեն։ Ես օրինակ եմ բերում 150,000 բնակարանից կրակոց։ Ինչ է կարծում, այդ մի քանի հազար թուրքի հարցը չի լուծվելու, վստահաբար լուծվել է, նույնիսկ այս բարդակի պայմաններում։ Զինվեք ժողովուրդ։ Գնեք օրինական զենք, փամփուշտներ շատ, որտեվ այդ օրը մոտենում է։ Պետությունը, որը ներկայացնում է իբր Նիկոլը, որը խունտա է, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմին, չի պաշտպանելու մեզ։ Բանակը կպաշտպանի այնպես, ինչպես Խաչիկ Ասիրյանը պաշտպանեց Ջերմուկում։ Հիշում եք, ասում էր շրջափակման մեջ են, հեսա սնունդ չի լինելու, թողելու են դուրս գան։ Խաչիկ Ասիրյան չէ, ինչպես Էդո, հողատու Էդո են։ Հա, Էդվարդ կներեք, հա, Էդվարդ Ասիրյան։ Թուրքերը Էդվարդ Ասիրյանին ցույց տվեցին 3 մատի գործողություն։ Ամրացված հիմա բարձունքների վրա ինժեներական աշխատանքներ եւ առաջ են գալիս։ Այսինքն շտաբի պետը էտա պաշտպանության նախարար կոչեցյալը իր բարձրաստիճան սպայակազմին արասմա հսասաղիտ քացուստակ կգցեմ, հա, կոլեգիայի ժամանակ։ Սա մի քիչ ավելի վաղ պատմություն է, որը հաստատ գիտեմ ես։ Մեկը չի հակադարձում։ Չեն շանկում քացուտակ գցել։ Այդ կենթանակերպ անասունը չգիտի, որ սպան գլխարկ է դնում, գլխարկի վրա Հայաստանի Հանրապետության կամ զինված ուժերի զինանշանն է։ Քացուտակ գցելն շանկում է խփել նաև այդ զինանշանին։ Բա մի սպա չի արձագանքում, ասի պարոն նախարար, այդ զինանշանն եք տշելու իմ հետ գետնին ընկած գլխարկով։ Ես այս ինչի համար եմ ասում։ Եվ հիմա մենք Հայաստանի ժողովուրդը եւ մեզ պաշտպանելու են այն սպաները, որոնք սենց վիրավորանքները լակոտական խոսակցության կուլ են տվել։ Մեզ պաշտպանելու է մի բանակի շտաբի պետ, որը մինչև հիմա թուրքերին ուտելիք է տանում, որ ընդեղից հանգարց սոված չմնան, հա։ Թուրքերն էլ երկարու հաստ բան են դեմ տվել Ասրյանին։ Ասել են դուրս կգանք, բա ոնց։ Ես դրա համար եմ ասում, Անժելա, կամ Հայաստանից թողեք դուրս եկեք, եթե մնում եք զինվեք։ Վաղը Աստված մի արածը։ Ես վատագույն սցենարն եմ ասում, որի հավանականությունը կա, քանի տոկոս չգիտեմ, բայց կա։ Եթե ճեղքում եղավ, ամեն տնից կրակոց լինի։ Վստահաբար 1000 թուրք մտավ 2000, այդ 2000-ն էլ Երևանի մեջ կարելի է սատկացնել։ Բա 150,000 զինված մարդ։ Բերանով եք ասում։ Առավես որ ինքը պաշտպանում է այդ տան մեջ գտնող իր ընտանիքի անդամներին, իր կնոջը, իր զավակներին, իր ծնողներին, այսինքն մեր մոտիվացիան շատ ավելի բարձր է, քան Թալանչի։ Ես ուրիշ տարբերակ չունեմ։ Քանի դեռ իշխանափոխություն չի եղել։ Հիմա կանջատենք ասեն, ես ինչ է խոսում պարոն Նահապետյանը։ Հենա երջանիկ լավ բաներ է խոսում Նիկոլը։ Խաղաղություն, դրախտ, բան, ամեն ինչ կա։ Գնանք այն միացնենք, լսենք, մեր համար քեֆ անենք։ Բայց օրինակ ին միայն լսում։ Դիմեն օրինակ բանին, Արարատ Միրզոյան ընկերությանը։ Մեկ էլ Փաշինյան Նիկոլ ընկերությանը։ Փաշինյան Նիկոլից այն բռնագրավված ուրեմն հերոինից ուզեն, որ դոզան լավ լինի։ Արարատ չկա, չէ, ձեն չկա։ Չգիտեմ, Արարատ Միրզոյանից էլ պլանի պլանտացիաներից մարիխուանա, ուռեն ու թրջեն, երջանիկ, կայֆերի մեջ։ Սրանք էս են բերում։ Վաղ է ուրախությունը, ես չեմ ուզում, բայց պատկերացեք ինչ անելու, եթե մենք չկարողանանք դիմադրենք։ Իսկ նույնիսկ այս պայմաններում հնարավոր է զինվեք, զինվեք եւ կրկին զինվեք։ Թուրքը մտավ դիմադրություն կլինի։ 1000 հոգի, 2000 հոգի։ Հա տանկերի դեմ էլի դեպ։ Առաջին պատերազմի ժամանակ իդեպ տանկեր են գրավել մի շիշ ներկով ու մի հատ լաթի կտորով։ Ինչու տանկերը շենքային պայմաններում մանևրելու տեղ շատ քիչ է։ Ներկը ցփում ես մեխանիկ վարորդի ապակուն, փակվում է տեսադաշտը, հետո լաթի կտորն ես գցում, հաստատ մի հատ նռնակի կտոր կամ
մոլոտովի կոկտեյլ կարանք սարքենք, սովորացնենք մարդկանց։ Լուկը բացում են, այդ մոլոտովի կոկտեյլը գցում ես նենց, այսպես տանկեր ենք վերցրել մենք։ Մեր տղերքը առաջին պատերազմում թուրքերից sense տանկ են վերցրել։ Եվ սա իրական է, ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմաններին։ Նենց որ եթե մարդ ուզում է կռվի, հաստատ կկռվի։ Հոգեբանորեն պատրաստեք պատերազմի։ Ես սկզբում խոսեցի դրա մասին, երեք Միքայել Սրբազանի դատավարությունն էր 22-ին որոշումը կհրապարակվի, ասացի նաև շատ կարևոր բաներ ասեց Միքայել Սրբազանը, շատ մանրակրկիտ ներկայացրեց ինչպես է եղել տեղի ունեցել եւ ոչ միայն դա հայ մտածող, մտավորական, բարձր հոգեվորականի խոսքեր ուղված նաև հայ ժողովրդին, այսօրվա իշխանություններին առանձնացնում եմ ես իրենցից եւ ներսում շատ մեծ ցավ կար, ցավ, ափսոսանք ես ամեն ինչի համար եւ նաեւ այդ կարեւոր բանը ասաց, շատ կարեւոր բան ասեց, այդ թվում նաեւ այն, որ մենք այսօր բռնապետական բան իհարկե տոտալիտար ռեժիմ եւ խունտա այս դատավորին ուրեմն ասեմ ձեզ իդեպ կին է այս կինը ոստիկանության աշխատող է եղել 2019 թվականին Նիկոլի օրոք դատավոր է դարձել երևի որոշակի ծառայությունների դիմաց կամ հետո պիտի ծառայություններ չէ այդպես չի իդեպ պարոն Ապետյան ես նախորդ անգամ էլ ասեցի մենք շատ փոքր երկրում ենք ապրում եւ շատ արագ հայտնի է դառնում ուրեմն այս դատավորները հիմնականում նրանց ձեռքի տակում անցնում են այս քաղաքական գործերը որ միանգամից այս մի գրչի հարվածով կալանավորել, ջրփակալել, չգիտեմ ինչ անել 1 տարի, 5 տարի, 3 ամիս այս գործերում իրենք այսպես վարպետորեն կատարում են Նիկոլի հրամանը, բայց մյուս տեղերում ասում են իրենց տրված է մեծ արտոնություններ, կաշառքի, գործերի, այսինքն այս մարդիկ նաև հիշեք սիրելիներս որ շատ լավ բան փողեր են աշխատում այս մարդիկ կոռուպցիոն բաների մեջ թափված։ Խնդրեմ, ինչ ունեք ասելու դատավորին եւ ընդհանրապես ուրեմն դատավորը ինքը այդ կարգի դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները, ԱԾ-ի աշխատողները, ամբողջ վարչական համակարգը կոլաբորանտ կառավարության գործիք է։ Այսինքն հնարավոր չի մեծ հաշվով գլուխը կառավարության օտարի շահերը սպասարկող անձ լինի իրա քննիչը, դատախազը, դատավորը, ոստիկանը սպասարկի այդ շահերին դեմ ժողովրդի իրավունքները պաշտպանի եւ մեր երկրի շահերը սպասարկի, այդպես բան չի լինում։ Այսինքն սա շատ նորմալ բնական վիճակ է։ Աննորմալը ի՞նչն է, որ այսօր այդ մարդիկ իշխանության են, կոլաբորանտ կառավարություն։ Օրինակ պայքարի տարբեր ձևեր են ասում։ Ես միշտ ասել եմ պետական համակարգի դեմ կարող է պայքարել եւ հաղթել միայն պետական համակարգը։ Սա բոլոր այն արկածախնդիրներին նախկին, ներկա եւ ապագա, որոնք մտածում են, որ պետական համակարգին հնարավոր է հաղթել, նույնիսկ այս հիվանդ համակարգին։ Ամեն դեպքում համակարգը իր գաղտնալսող սարքերով, գործակալական ցանցով, ուժային ամբողջ մեխանիզմով, դատախազությամբ, դատարաններով համակարգի դեմ կարող է պայքարել, կարող է պարտվես, այնպես չի որ հաղթես։ Միայն համակարգը, հետեւաբար համաժողովրդական պայքարը դի ունենա մի նպատակ։ Ոչ թե 50-60 հազար մարդ գա կամ 100 հազար մարդ Փաշինյանի հրաժարական, այսպես չի։ Կարող է ասածս առաջին հայացքից թվա ոչ իրատեսական, բայց ես ասում եմ ձևը, որից մեկը պետք է չվախենա ոչ մահակի հարվածից, ոչ բանտնցնելուց, ոչ մեռնելուց։ Սրա մասին 24 ժամվա ռեժիմում ժամանակին հնդիկ ժողովրդի բրիտանական օկուպացիոն ռեժիմի դեմ հանում էր մի անձ Մահատմա Գանդին։ Եթե Հայաստանի Հանրապետությունում 1.5 միլիոն մարդ, ովքեր այս կամ այն ձևով ունակ են փողոցիչնել եւ ասել, մենք Փաշինյանի կապ չունի ես որտեղ եմ աշխատում, հրամաններ չեն կատարում, կարգադրություններ չեն կատարում, վերադասի ոչ մի հրաման, ոչ մի կարգադրություն։ Իրականում փաստացի այդ դեպքից հետո ստեղծվում է Հայաստանում երկիշխանություն։ Իդեպ տենց երկիշխանության ձև Հայաստանի Հանրապետությունը մի անգամ ապրել է 1988-90-91 թիվ։ Երբ որ Ղարաբաղ կոմիտեն ամբողջ հանրապետությունում համայնքներում գյուղերում ստեղծվել էր, կար կենտրոնական կոմիտե, մարդիկ
կոմունիստների գործկոմի հանձնարարականներ չէին կատարում, ասում են, բայց այդ մոռանում եք ինչքան մարդ չեմ մոռանում ես գիտեմ, որ կոմունիստները նաև մի վարքան կոմունիստները գիտեն, որ Ղարաբաղ կոմիտեի հետ ներքին կապերով կապված էին, բայց այն ժամանակ այդ յաթաղանի վտանգը մեր վրա չկար։ Հիմա մեր գլխին յաթաղանի վտանգն է, ժողովուրդ, տեսախլ կինո չի։ Եվ սա իրական վտանգ է, հեքիաթ չի, նորից եմ ասում, ռուսները Կասպից ծովում նավատորմ են հանել մարտական հրաձգությամբ։ Այս տարածաշրջանը 5 րոպե պակաս պայթելու է։ Ռուսները պատրաստում են արևմուտքի թուրքական աշխարհի Բրիտանիայի կողմից ագրեսիայի Ադրբեջանի ձեռամբ դեպի Ռուսաստանի սահման, ծովային սահմանը Կասպից ծով, ցամաքային սահմանը Դերբենտի ուղղությամբ։ Բայց եթե Ադրբեջանը այդքան ուժ ունի, այդքան ահաբեկիչներ են բերել լցել այդ երկիր, որ ինքը Ռուսաստանի կամ Իրանի դեմ կռիվ է սկսելու, բա Հայաստանը իր համար ինչ է։ Ընդամենը մի հատ մարշ բրասոկ, նորից եմ ասում, Երասխից Երևան 2 ժամ։ Իսկ մարդիկ մտածում են կինո է, կանցն է, ավոս։ Բարև ձեզ։ Ղարաբաղում էլ են տես մտածում, ցավոք սրտի։ Տոտալ ինքնապաշտպանություն, տոտալ անհնազանդություն։ Իմ կոչը իմ հայրենակիցներին։ Տոտալ ինքնապաշտպանության եք դիմում, յուրաքանչյուրը, ամեն մեկը ձեր տան պաշտպանն եք։ Եվ տոտալ անհնազանդություն, այս իշխանություն կոչվածների։ Որ պայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների չան փողոց մի օր երկու օր, հալավ թող գործից զրկվեն, լավ մի օր մի ամիս աշխատավարձ չստանան։ Ոստիկանները այդքան շատ չեն բավականացնի, բանտեր այդքան չկան, 1 միլիոն մարդու տանի բանտ լցի, 1 միլիոն մարդու ձերբակալի։ Տոտալ անհնազանդություն, Փաշյան Նիկոլ ինքը իր բնույթով ճագարի սիրտ էլ չունի։ Ճագարը որպես վախկոտ ամենավախկոտ կենդանին։ Այս մարդը ճագարի սրտից էլ բանա, վախկոտ սիրտ ունի։ Կարգին փխկես անում, ճապրուկները կապում, հայդա թռնում է։ Ու վերջ, սենց ալնելու։ Մնացած իրավական գործընթաց շատ լավ է։ Բռնազավթած իշխանությունը խունտայից քաղաքական պայքարով ենք մենք իշխանություն վերցնելու։ Հիմա այդ մարդը նստած ասում ես պարզամիտները ովքեր են։ Խի իշխանությունը խունտայից վերցնում են տենց կամ չես ենթարկում խունտայի հրամաններին։ Լավ թող ենթարկվեն մի նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետերը չեն ենթարկում, բաժնի պետերը չեն ենթարկում, շարքային ոստիկանները, բաժնի պետերը չեն կանում հրամանը։ Բայց ինչու պիտի իրանք դիմեն։ Ես նորից եմ ասում, ինչու մարդը պիտի գնա որոշակի զողողության, որը կարող է աշխատանքից զրկի, գումարից զրկի, չգիտեմ, ստատուսից զրկի։ Ինչու պիտի գնա, որտեվ յաթաղանի վտանգն է գլխներից կախված։ Տիկին Ալչաջյանը շատ լավ ասաց, եթե այսօր իրենց սիրտը ուզում է, որ Մաշտոցը գրքից հեռացվի, Արարատը հեռացվի, դուք երաշխիք ունեք, որ վաղը ձեր երեխային չի ուզելու իրան սիրտը։ Հայ երեխա ասենք չեն ուզելու, չգիտեն ինչ անելու։ Սովորույթ կա, զինվոր արական սերի տղան, զինվոր դառնալ համար գլուխ պիտի կտրի։ Եթե ձեզ թվում է, որ այդ սովորույթը վերացել է, դրախտ գնալու համար էլ պիտի մատղաշ քրիստոնյա, այսինքն ըստ իրենց գյավուրի տանի։ Մենք չենք վախեցնում, նայեք Սիրիա չեք հավատում, ինչ է կատարում։ Նայեք Գազայի հատվածը, ցեղասպանությունն է։ Քաղաքակիրթ աշխարհը, քաղաքակիրթ ձևով, այո, քաղաքակիրթ ձևով սենց նստած նայում է։ Իսկ այնտեղ ցեղասպանություն է, բառի սուղակի իմաստով։ Ստեղ էլ որ լինի քաղաքակիրթ ձևով, օրինակ մեկ ասում չի լինի։ Ասում եմ Ռուսաստանը միջուկային տերություն, այդ երկրի տարածք Կուրսկի մարզ զորք մտավ։ Այդ մարդկանց քաղաքացիներին բռնում էին, սպանում էին, բռնաբարում էին, մորթում էին։ Ռուսաստան միջուկային տերություն, ես չեմ հասկանում Հայաստանը ինչա վերին արդի ցորենն է, որ պոտենցիալ Ալիևը ատամները սրած դառնա սպասում Էրդողանի հետ։ Հայկական հարցը վերջնականապես փակելու, Նիկոլին Բելեն հայկական հարցը եւ հայության հարցը ստեղ լուծելու։ Այսօր դրված է կարմիր գիծը սենց կամ մենք ենք կամ Նիկոլն է, կամ Հայաստանում հայրն են կամ Նիկոլն ալնելու։ Ոչ մի քաղաքական պայքար։ Եթե մեր ֆիզիկական գոյությունն է այստեղ վտանգած։ Այսքանը։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց ուղի եթերում կլինենք Տիկին Զոհրաբյանի հետ։